Հիմա մի քանի խոսք այն կուլտուրաների մասին, որոնք սիրում են կիսաթթվային հողեր, այսինքն pH-ը 5.5-ից 6, 6.5 մինչև։ Ահա դրանցից են ամսաբողկը, մաղադանոսը, բիբարը կամ պղպեղը, կարտոֆիլը, կաղամբը, գազարը, գլուխսոխը, վարունգը, հատկապես պամիդորը։ Ես սրանց հիմնական pH-ը, դրանք սիրում են 5-ից 5.5-ից մինչև 6.5 pH ունեցող հողեր, բայց պամիդորը նույնիսկ 5.5 այսպես pH-ի դեպքում շատ լավ է աճում։ Հատապտուղներից կիսաթթվային հողեր սիրում են հաղարջենին, ելակը, հապալասը, գլուկվան կամ լոռամրգին, կոկրոշենին, իսկ պտղատու ծառերից խաղողինին, խնձորենին եւ այլն։ Մի քանի խոսք էլ ասեմ մեր այն ֆերմերների համար, ովքեր աճեցնում են դեկորատիվ բույսեր, ծաղկաբույսեր, որովհետեւ տարբեր բույսեր, ինչպես բանջարեղենային կուլտուրաներ, այնպես էլ դրանք ունեն տարբեր պահանջ հողի թթվության նկատմամբ։ Եթե նույնիսկ սենյակային բույսեր եք աճեցնում, խորհուրդ կտամ իմանալ, բույսեր կան, որ պահանջում են կիսաթթվային հողեր, օրինակ ազալեա բույսը պահանջում է 4.5 թթվություն, ֆիկուսը նույնպես պահանջում է մոտ 5 pH եւ այլն։ Ահա հիմա ես կթվարկեմ եւ դիմացը կասեմ դրանց pH-ի մեծությունները, որ դուք պետք է իմանաք։ Իսկ pH-ը իջեցնելու համար սովորական սենյակային պայմաններում կարող եք իջեցնել, ասենք, լիմոնադ թթվով կամ քացախաթթվով։ Այլ պայմաններում, այսինքն արտադրական պայմաններում, արդեն ես նշել եմ իմ նախորդ հաղորդումների մեջ ինչպես կարող եք անել։ Ազալեա ծաղկաբույսը կամ դեկորատիվ բույսը պահանջում է 4.5-ից 5 pH ունեցող հող կամ սուբստրատ։ Ռոդոդենդրոնը 4-ից 4.5, գերբերան 5.5-ից 6, ֆիկուսը լավագույնը 6.5-ն է, բայց 5.5-ի դեպքում էլ նորմալ աճում է։ Փողաշուշանը կամ կալան 4.5-ից 6։ Բացի դա ցանկանում եմ մի տեղեկություն եւս տալ, որ թույլ թթվային հող սիրում են վարդը, հիրիկները, իրիսը, մեխակը, բեգոնյան, ցինեան եւ պետունյան։